Հանրայինի եթերում իր աշխատանքն է սկսում օրակարգ լրատվական ծրագիրը, ողջույն։ Երևանը հումանիզմով է պատասխանում Բաքվի անտագոնիզմին։ Մեր փորձագիտական դաշտը վերլուծում է Ադրբեջանից փախած Թալիշ ընտանիքի Հայաստանում ապաստան խնդրելու փաստը, բացատրում հակահայկական թույնի բաղադրատոմսը։ Շահին Միրզոևի ընտանիքին մեզ մոտ ընդունել են անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել եւ ի տարբերություն Ադրբեջանի այդ ամենից շոու չեն սարքում։ Վերադառնալ Ադրբեջան նույնն է թե մահվան դատավճիռ ստորագրել քո ընտանիքիդ համար։ Հայաստան փախած Շահին Միրզոևի գրառումն է մինչև Հայաստան գալը։ Թալիշ պոետ, ակտիվիստ, Թալիշական մշակույթի կենտրոնի վարչության անդամ Թոլիշ Իսադոյի թղթակից Միրզոևի կնոջը Ադրբեջանի օնկոլոգիական կենտրոնում մահվան դուռն են հասցրել։ Անչափահաս երկու երեխաները ինչ ասես տեսել են։ Հայաստան ոտք դնելուն պես Միրզոևների ընտանիքին անհրաժեշտ բուժօգնություն են ցույց տվել, ասում է միգրացիոն ծառայության ղեկավարը։ Սա Ադրբեջանի բռնաճնշումներից Հայաստանում ապաստանած միակ ընտանիքը չէ։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը դրանից շոու չի սարքում, ասում են վերլուծաբանները։ Հայկական կողմը առավել հումանիստական նկատառումներով է առաջնորդվում, քանի որ բոլորս էլ գիտենք Ադրբեջանում նույն հալածանքներ, ազգային փոքրամասնությունների հետ կապված եւ այլն։ Քաղաքական շիզոֆրենիա, Ադրբեջանի պետական քաղաքականությունը այսպես է որակում Ալեքսանդր Իսկանդարյանը։ Մի կողմից գտնում են հայերի, որոնք կասեն Ադրբեջանում լավ է, մյուս կողմից յանով, ազգանուններով անգամ ոչ հայերին օդանավակայանից հետ են ճամփում։ Մարդիկ գտնել, որ կասեն, թե Ադրբեջանում վատ է, հավանաբար դժվար չէ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը այդ ֆանտասմագորիայով զբաղվում է իբրև պետական քաղաքականություն։ Մեր կազմակերպած տարածաշրջանային քննարկումներին որևէ ադրբեջանցի չի համարձակվում գալ։ Ադրբեջանի հետ ցնցումներն են ապրիլյան ձախողումից հետո, մեկնաբանում են վերլուծաբանները։ Ռազմական ֆիասկոն ստիպում է աղմկել հարակից միջոցներով՝ Լապշին, Թալիշներ, միջազգային կառույցներ։ Ամենակարևորը նա կորցել է իր հարվածող ուժը, որը հենց ապրիլին է կորցել իրենց հատուկ ջոկատայիներին։ Դրա համար հիմա պատերազմ չվերսկսելը փորձում են քողարկել պատերազմի իմիտացիայով։ Այսօր 10, արկ վաղը 20 պատերազմի իմիտացիան Ադրբեջանը փորձում է քաղաքական գործոնի վերածել։ Նպատակը խուսափել ապրիլի համար պատասխանատվությունից ու բանակցություններ սկսել զրոյից։ Պաշտոնական Երևանի պահանջը մեղադրանքները հասցեական դարձնելն է։ Աննա Բալյան, Լուսին Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Արցախի պաշտպանության բանակի լրատվության պատասխանատու Սենոր Հասրաթյանը հերքել է լուրը, թե հայկական կողմը իբր դիվերսիայի փորձ է ձեռնարկել։ Ադրբեջանական տեսագրությունը բանակի գնդապետը որակել է անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով բեմադրված։ Amnesty International-ը դատապարտել է Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր հայտարարությամբ ընդգծել է, որ Լապշինի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի եւ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Կառույցը համարում է, որ Լապշինի ձերբակալությունը ամենաթողություն է, նրան սպառնում են ադրբեջանական խոշտանգումները եւ դաժան վերաբերմունքը։ Դե իսկ Մինսկը ըստ Amnesty International-ի չի կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները։ Լապշինի կինը բաց նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, խնդրելով դիմել Բաքվին ամուսնուն ազատ արձակելու պահանջով։ Լապշինի կնոջ դիմումը հրապարակվել է change.org կայքում։ Լապշինը նաև Իսրայելի քաղաքացի է։ Հաշվի առնելով Իսրայելի եւ Ադրբեջանի միջև լավ հարաբերությունները, համատեղ ռազմական եւ տնտեսական ծրագրերը, դուք ունեք հնարավորություն հաստատական պահանջով դիմելու Ալիևին եւ օգնելու իսրայելցուն հայտնվել ազատության մեջ, նշված է նամակում։ Այժմ տնտեսական լրահոսից բիզնեսը, պետության գործընկեր ու տնտեսության շարժիչ ուժ, այսպես է վարչապետը սկսել եվրոպացի ներդրողների հետ երևանյան հանդիպումը։ Ասել է, որ բաց են առաջարկների համար։ Կարեն Կարապետյանը ներդրողներին հրավիրել է մասնակցելու կառավարության սեղանին դրված 8 տասնյակ ծրագրերի իրականացմանը։ 341 ներդրումային ծրագիր, մոտ 3 միլիարդ դոլարի, կառավարությունը իմի է բերել մարզերից, մասնավոր հատվածից ու ճյուղային նախարարություններից։ Դրանք ֆինանսավորվելու են պետական ու համայնքային բյուջեներից։ Վարչապետը պարզաբանում է, այս տարի ռեալ է կյանքի կոչել 840 միլիոն դոլարի նախագծերը։ Եվս 79 ներդրումային ծրագիր, 5.5 միլիարդ դոլարի կառավարությունը քննարկում է։ Ինվեստիցիաների եւ գործային գերոջավումով դրանք բաց են։ Տպավորիչ թվերը վարչապետը հնչեցնում է Հայաստանում եվրոպական ներդրողների հետ հանդիպմանը։ Ասում է, եվրոպական բիզնեսի ներգրավումը կարևոր է թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրում։ Պատրաստ են լսել ցանկացած առաջարկ։
Պատվիրակության ղեկավարը արդյունավետ է համարում բիզնեսին օժանդակելու գործադիրի քայլերը։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի տնօրենից շնորհակալություն, պետեկամուտների կոմիտեի ծառայությունները ավելի որակյալ, թափանցիկ, դյուրին ու արագ դարձնելու համար։ Մենք բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստանում բիզնեսների կողմից։ Այսինքն ավելի արագ, բայց միջև վերջ արագ չէ, հա։ Իդեալական չէ, ես սենց ասեմ, բայց այս կարճ ժամանակահատվածում բավականին մեծ աշխատանք է կատարվել։ Հարցը քննարկվելու է նաև ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, ասում է վարչապետը։ Օրինապահ հարկատուների ցանկը հրապարակելու են, հանրությանն ասեն, նրանք չեմպիոն են։ Ավելի ցածր տոկոսներով են վարկ տրամադրելու կանխատեսելի ու վստահելի լինելու համար։ Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից Ամունդի Ագբա ասետ մենեջմենտի ներկայացուցիչն ասում է, պատրաստ են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ուղղել Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիր։ Այդ նպատակով մենք հանդիպել ենք տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որպեսզի քննարկենք եւ հասկանանք, որոնք են այն մեխանիզմները, որոնք կարող ենք ձևավորել եւ որոնք ապահովեն այդ միջոցների ապահովությունը։ Ավելի քան վստահ եմ, որ այդ պրոյեկտները լինելու են շատ ձեռնատու։ Վարչապետը տեղեկացնում է, այդ ծրագրի իրականացման համար ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որի գործունեությունն ընդլայնվելու է։ Աննա Բալյան, օրակարգ։ Հայաստանը եւս 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա։ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական նիստում Սփյուռքի նախարարը ասել է, որ առաջին անհրաժեշտության պարագաները կուղարկվեն այն վայրեր, որտեղ հայերի հետ միասին բնակվում են նաեւ սիրիացիներ։ Սիրիական հակամարտությունից տուժածներին օգնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 46 միլիոն դրամ։ 15 տարի հետո տնտեսական ինդեքսներով լինել առաջին տասնյակում, զարգացողից վերածվել զարգացած երկրի։ Տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերը մշակող կենտրոն է այցելել մեր նկարահանող խումբը, տեսնելու համար, թե ինչպես են այստեղ գտնում տնտեսական արդյունավետության բանաձևերը։ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը մոդեռն աշխատավոճով առանց քարտուղարուհու ստանում է փոստը, անձամբ պատասխանում դրանց։ Ուրախ աքսեսուարներից բացի Բոստոնի իրավաբանական դպրոցի շրջանավարտը նոր գրասենյակ է բերել նաև մասնագիտական գրքեր։ Վերջացրեցի, պիկեցի կապիտալը։ Բայց այստեղ կարդալու ժամանակը քիչ է, 22 մասնագետի համար նախատեսված գործն առայժմ 9-ով են անում։ Համալրում կլինի առաջիկայում, արդեն ձևավորվել են մասնագիտական ուղղությունները։ Ֆինանսներ եւ ներդրումներ, ռազմավարություններ, PR ստրատեգիա։ Ընդհանուր առմամբ ռազմավարական 6 ուղղությամբ մասնագետների այս թիմը փորձում է արագ հաղթանակների բանաձևեր գտնել։ Տնտեսությունից կենտրոնացած են ՏՏ, սննդի վերամշակման եւ туриզմի վրա։ Եվ ունենք 3 ինստիտուցիոնալ բլոկ, որոնք որ սարսափելի կարևոր են, որպեսզի այս 3 տնտեսական բլոկը կյանքի կոչել ու սկսի աշխատել։ Պետական կառավարման համակարգ, հարկային մաքսային վարչարություն եւ կրթություն։ Այստեղի բարձրակարգ մասնագետներն առանձնասենյակներ չունեն, փոխարենը կենտրոնում հանդիպումների մի քանի սրահ կա։ Վերջին հանդիպումը տեղի ունեցել այսօր, քննարկում են Գյումրիի ներդրումային ծրագիրը։ Եղած գաղափարները փաթեթավորում, բիզնես ծրագրեր են դարձնում, ավելի մոտեցնելով գործարարներին։ Մեր առաջ դրված խնդիրը հետևելն է։ Մենք սկսել ենք ռազմավարությունից, բայց պետք է վերջացնենք ներդրումներով, արտահանումով եւ այլն։ Աշխատելու մեկ ամսվա ընթացքում մասնագետները 5-ից 6000 էջ նյութ են ուսումնասիրել։ Փորձում են հասկանալ ինչ է արվել մինչև հիմա, ինչու հետաքրքիրը կյանքի չի կոչվել։ Արագ հաղթանակների ցանկը խոստանում են 2-3 ամսից։ Արմինե Ուդումյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Շարունակենք, ուշադիր եղեք էլեկտրոնային նամակներին, որ չդառնաք ֆինանսական խաբեությունների զոհ, մարդկանց ու բիզնեսին հորդորում է ազգային անվտանգության ծառայությունը։ Կառույցի ունեցած տվյալների համաձայն հակերների միջազգային մի խումբ կարողացել է փոխհափշտակել նաև Հայաստանից։ Հանցագործների նկատմամբ այժմ հայտարարված է միջազգային հետախուզում։ Հափշտակությունը նրանք իրականացրել են հետևյալ սխեմայով։ Նախ գերատեսչություններից մեկի անունով կեղծ նամակներ են գրել առևտրային բանկի աշխատակիցներին, ինչի միջոցով ներթափանցել են համակարգչային ցանց։ Սերվերը վարակել են վնասաբեր ծրագրերով ու տիրացել դրանում պահվող ինֆորմացիային, ապա Երևանի եւ Աբովյանի թվով 22 բանկոմատից հատուկ հրահանգով ապօրինի ելքագրել հափշտակել են մոտ 133 միլիոն դրամ։ Նման եւ այլ կարգի խարդախություններ, հանցագործություններ կարող են ծրագրել ու ղեկավարել նաեւ բանտախցից բջջայինի միջոցով։ Ինչպես անել, որ հեռախոսը չհայտնվի Բերտի պատերից այն կողմ ու այդպիսով չդառնա հանցանքի գործիք։ Հավաքվել քննարկել են բանտապետ թե քննիչ, նաեւ օրենսդրական լուծումներ առաջարկել։
Բջջային հեռախոսները քրեակատարողական հիմնարկներում իսկական պատուհաս են դարձել։ Կապի այս միջոցով ու նույնիսկ ինտերնետով են ազատազրկվածները դրսում գործընկերներ գտնում ու տարբեր խարդախություններ կազմակերպում։ Փորձառու հանցագործները գտնվելով փակ հաստատությունում կարողանում են իրենց հանցակիցների միջոցով դրսում գտնվող անձանց միջոցով օգտվել մարդկանց նաիվ միամիտ վարքագծից։ Ճաղերից այն կողմ հեռախոս գործածելու իրավունք չկա, հնարամտությունը նոր հորիզոններ է բացել, մեկ անգամ չէ, որ քննությունը պարզել է մեկ հեռախոսով 10-15 քարտ են գործածել։ Քարտը ներս մտցնելն անշուշտ ավելի հեշտ է, քան հեռախոսը։ Ցավով պետք է նշեմ նաև, որ այդ բջջային հեռախոսների կամ ցանկացած այլ արգելված իրեր առարկաներ նաև թափանցում են կամ դեռ թափանցում են քրեակատարողական հիմնարկներն նաև մեր ծառայողների միջոցով։ Նախորդ տարի միայն 6 աշխատակից աշխատանքից ազատվել է հենց այդ պատճառով։ Իրավապահներն անհանգստացած են խարդախություններն ճանապարհով աճի զգալի միտում ունեն։ Այս խնդիրն ըստ Օսիկյանի աշխարհով մեկ կա, պայքարում են, ուժեղացնում հսկողության մեխանիզմները, նաև խլացնում են հեռախոսները հատուկ ծրագրերով։ Յուրաքանչյուր տարի մենք շուրջ 2500-ից 3000 հեռախոս ենք, բջջային հեռախոս ենք արգրավում խուզարկությունների արդյունքներով դատապարտությունների մոտից։ Արդարադատության գեներալ-մայորը զարմացած է, բանտից կառավարելով ամենապարզունակ մեթոդներով են խաբում մարդկանց, զգույշ պետք է լինել։ Մարդկանց խաբել եւ մեքենան ձեռքից հափշտակել կամ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունը բեռնում են համապատասխան բեռնատար մեքենայով տեղափոխում առանց որևէ գումար տալու։ Քննիչներն իրար հերթ չեն տալիս, թվարկում են հեռախոսով գլուխ բերած խարդախությունների օրինակները հենց կալանավայրերի բնակիչների գլխավորությամբ։ Այն անձանց, որոնք գտնվում են մի վայրում, որտեղ պետք է նրանք առավել մեկուսացված լինեն։ Առավել գույնը սահմանափակված լինի նրանց հնարավորությունները նոր հանցագործություններ կատարելու։ Խնդիրը հեշտ կլուծվեր, եթե օրենքով կարգավորվեր բջջային հեռախոսը կալանավայր մտցնելու համար ով է պատժողը հայտնի չէ։ Չկա վարույթ իրականացնող մարմին կամ վարչական ենթակայության հարցը լուծված չէ։ Օրինագիծը, որ խորհրդարանի սեղանին են դրել արգելված առարկաներ կալանավայր մտցնելու համար մինչև 500,000 դրամ տուգանք է նախատեսում։ Մինչև այն օրենք կդառնա, իրավապահներն այսօր արձանագրում են հեռախոսների ամենատարբեր մոդելներն են գործածում կալանավայրերում։ Նախապատվություն չկա, միայն թե հեռախոս լինի։ Սիրանուշ Մուրադյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Եթե ձեր ընտանիքի կամ ձեզ համար ապրանք եք դրսից բերում, սահմանին ձևակերպումները այժմ շատ ավելի արագ կարվեն։ ՊԵԿ-ի գործարկած էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս կարճ ժամանակում եւ ավելի հեշտ լրացնել հայտարարագիրը, ընդ որում առանց բրոքերի։ Բիզնեսի համար պարզեցումը սպասվում է առաջիկայում։ Նրանց ԵԱՏՄ երկրներից Հայաստան ժամանողներին ՊԵԿ-ի նորամուծությունը չի վերաբերում։ Երկուշաբթիից գործարկված հայտարարագրի նոր ձևը մյուս երկրներից եկողների համար է, որոնք սահմանվածից ավելի անձնական օգտագործման համար բեռ են բերում։ Տարբերությունը մեծ է, հին հայտարարագրով բեռնամասային հայտարարագիրը ունի 54 կետ։ Սա ամբողջովին պետք է լրացվեր։ Բոլոր 54 դաշտերը լրացնելու համար մարդիկ մեծ մասամբ մաքսային բրոքերի էին դիմում, որոնք գործնանում էին վճարովի։ Հիմա պահանջվող ինֆորմացիայի ծավալը 5 անգամ կրճատվել է, անհրաժեշտ է լրացնել 11 կետ։ Հեշտացվել է, դյուրին է ավելի, պարզ է։ Դա տանելու է նրան, որպեսզի ուղևորը ավելի քիչ աշխատաժամանակ, ավելի քիչ ժամանակում կարողանա ձևակերպի իր ապրանքները եւ ներմուծի Հայաստանի Հանրապետություն։ Այսօրվանից հայտարարագիրը լրացնում են տեսուչները անվճար։ Նրանք վստահ են, որ նորամուծությունը ռիսկ չի պարունակում, քանի որ բեռներն առաջվա պես մանրակրկիտ զննվում են։ Նորամուծությունն արվել է կառավարության պահանջով, սակայն բիզնեսը դեռևս հին համակարգով է բեռները մաքսազերծում։ ՊԵԿ-ը խոստանում է բոլորի փոքր ու խոշոր բիզնեսի համար նույնպես հեշտացնել համակարգը։ Այն բոլոր գործընթացները, այս մանրամասն բիզնես գործընթացների վերլուծության արդյունքում, որոնք որ անհարգի են, որոնք որ ակտուալ չեն, որոնք որ արդեն 21-րդ դարին հարիր չեն, կրճատվելու են, ավելի դառնալու է թափանցիկ եւ ավելի հեշտ։ Զվարթնոցի, Բավրայի ու Բագրատաշենի մաքսակետերում մուտքի արդեն 70-ից ավելի նոր անդորագրեր են լրացվել։ Տեսուչները վկայում են, որ ամեն ինչ ավելի հեշտ է ու արագ։ Արմինե Ուդումյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Պարավաքարում բացվում է ջրի ճամփան, սահմանամերձ համայնքում շուտով կլուծվի խնդիրը։ Կենարար հեղուկը բնակիչների տներ կմտնի փուլային տարբերակով, հնամաշ խողովակները կփոխարինվեն նորով, կստեղծվի բաշխիչ ցանց։ Պատասխանատու մարմինները սկսել են չափագրումները։ Այստեղ ֆիքսենք, որովհետև մենք շուտով սկսում ենք գնման փուլը այս ծրագրի։ Քարտեզին կապույտ ասեղը արդեն պարավաքարի վրա է, նշանակում է ջրի խնդիրը կլուծվի հրատապ ծրագրով։ Պարավաքարի նախագծերը բարձրացնվել են։ Ինժեներները տավուշ են գնացել, վերադարձել։ Ծրագրի գնահատականը հիմնադրամի ղեկավարի Ստեղանին է։ Բասեյնները այստեղ են գտնվում եւ այստեղից որ ջուրը իջնում է, այս բարձրադիր գոտիներին ջուրը չի հասնում։
Հիմա պետք է կարգավորենք, կնեցանենք, որ համ կորուստները վերացնենք այստեղ։ Թեև գյուղը նորմային մոտ վայրկյանում 8 լիտր ջուր է ստանում, բայց դարնապրած թուջեխողովակները սարերից հոսող ջուրը տեղ չեն հասցնում։ Մեկ ամսից մենք ամենաուշը կսկսենք նախագծային աշխատանքները։ Պետք է գոտեավորվի եւ փուլային պետք է լինի այդ ծրագիրը իրականացվենք։ Տեղական ինքնակառավարման տարեդարձին Պարավաքարի գյուղապետի նախագահին փոխանցած խնդրանքն է, որքան հնարավոր է շուտ լուծել խմելու ջրի հարցը։ Առաջի փուլում մենք որոշել ենք ներքին ցանցի մայրուղիները եւ գոտեավորում պետք է արվի։ Դրանից հետո մասնագետները հույս ունեն, որ ջուրն իր ճամփան կգտնի։ Ծրագրի առաջին փուլը կավարտեն տարվա ընթացքում։ Հաջորդ քայլը կլինի բաշխիչ ցանցի ստեղծումը։ Առայժմ թվեր չկան, որքան կարժենա ծրագիրը։ Հայտնի է, որ Պարավաքարը փող չի ծախսի, գյուղին ազատել են այդ հոգսից։ Սահմանվեց համայնքը գիտեք, որ մեր սուրբ պարտքն է, որ պետք է լուծենք այդ խնդիրները։ Տավուշի քարտեզին կապույտ ասեղները նաև Վարագավանի, Նավուրի, Արծվաբերդի ոսկեպարի վրա են։ Ջրի հարց, դպրոցի ու մանկապարտեզի կառուցում։ Այս պահին մարզի ներդրումային փաթեթը $1 միլիոն է։ Մայա Խաչատրյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Միջազգային լրահոսից ցիանական կալիում ահա թե ինչով պետք է թունավորեին համայն վրաց պատրիարքին։ Մահաբերնյութով սրվակը հայր Գեորգին Գերմանիա էր ուզում հասցնել, որտեղ պիտի վիրահատեին Իլիա II-ին, հոգևոր հովվին ձերբակալել են։ Վրաստանի դատախազությունը պաշտոնապես հաստատել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարչի հայր Գեորգի Մամելաձեի ձերբակալությունը, հարուցվել է քրեական գործ։ Գեորգի Մամելաձեն ձերբակալվել է օդանավակայանում քաղաքացու հաղորդագրության հիման վրա։ Խոզարկության ժամանակ հայր Գեորգիի ուղեբեռի գաղտնի գրպանիկում հայտնաբերվել է ցիանական կալիումի սրվակ, նրա բնակարանում հրազեն ու ռազմամթերք։ Հայր Գեորգի Մամելաձեն ձերբակալվել էր փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում, երբ փորձել էր մեկնել Գերմանիա, որտեղ երկուշաբթի պետք է վիրահատվեր համայն վրաց պատրիարք Իլիա II-ի լեգապարկը։ Ինչպես նշել է Իրակլի Շոթաձեն, իրենց դիմաց քաղաքացին հայտնել է, որ Գեորգի Մամելաձեն առաջարկել է իրեն մեծ գումարի դիմաց ձեռք բերել ցիանական կալիում բարձրաստիճան եկեղեցականին թունավորելու համար։ Մենք տեղյակ ենք միայն փաստի մասին, նկատի ունեմ ձերբակալությունը։ Ընթանում է հետաքննություն, մենք վստահում ենք իրավապահներին եւ կհամաձայնենք նրանց որոշումներին։ Ըստ վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերության հայր Գեորգի Մամելաձեն ձերբակալվել է պատրիարքին թունավորելու կասկածանքով։ Հայկ Հովհաննիսյան, Գիվի Փեյիքրիշվիլի, օրակարգ։ Այսօր փետրվարի 14-ին բազմաթիվ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների օրը։ Օրացույցում օրը տոնական է արդեն 1600 տարի, առաջացել է, երբ Կլավդիոս II կայսրը զինվորներին արգելել է ամուսնանալ ռազմական ոգին չկորցնելու համար։ Բարեբախտաբար հայտնվել է Վալենտին անունով հոգևորականը, որը գաղտնի պսակադրել է լեգիոներներին։ Սաուդյան Արաբիայում այս տոնը արգելված է, այս տարվանից այն արգելվեց նաև Պակիստանում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թռիչքից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր նախագահի հետ իրենք ունեն Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող սպառնալիքների եւ հնարավորությունների ընդհանուր հայացքներ։ Իսրայելի վարչապետը պատրաստվում է նաև բանակցել փոխնախագահ Փենսի, պետքարտուղար Թիլերսոնի եւ հանրապետականների ու դեմոկրատների այլ առաջնորդների հետ։ Կալիֆորնիայի իշխանությունը Օրովիլ լճի մոտակայքում բնակվող մոտ 200,000 բնակչի հորդորել է անհապաղ տարհանվել։ Լճի ամբարտակը գնալով ավելի է թուլանում, չնայած բաստողիչները աշխատում են ամբողջ ծավալով։ Օրովիլ լճի ամբարտակը Միացյալ Նահանգների խոշորագույն նմանատիպ կառույցն է, այն ունի 230 մետր բարձրություն։ Վերադառնանք Հայաստան, հայկական շախմատի առաջատարը երիտասարդ տարիքում արդեն ունի իր քանդակը։ Իմաստուն խաղի հայ վարպետի եսը, հոգեվիճակը ու զգացմունքները բրոնզից են։ Երբ եւ որտեղ կտեղադրվի քանդակը, մեր տեսանյութում։ 20 կիլոգրամանոց ծանրությունը ձեռքին սեղանին մոտեցողը Բերտրան Ֆրեսլեբենն է։ Գերմանացի քանդակագործ ամբողջ աշխարհին հայտնի է նախագահների ու անվանի շախմատիստների իր քանդակներով։ Դիմաքանդակագործությունն ու շախմատը ունեն շատ ընդհանրություններ։ Դիմաքանդակին նայելով ու շախմատ խաղալով միանգամից կարող ես հասկանալ, հաղթել ես թե պարտվել։ Երևան գալու առիթը Լևոն Արոնյանի քանդակը նվիրելն է։ Բերտրանը Բեռլինում մի օր զանգահարել է Լևոնին, առաջարկել նրա դիմաքանդակը կերտել։ Շախմատիստն էլ չի մերժել։ Նա հեծանիվով եկավ իմ արվեստանոց, հարցրեց իրենից ինչ է պահանջվում։ Ասեցի նստեք եւ ինձ 2 օր տրամադրեք։ 2 օրվա ընթացքում նրա դիմաքանդակի կավե տարբերակը պատրաստ էր։
Արդյունքում ստացվել է բրոնզաձուլ այս քանդակը։ Արոնյանից հետո քանդակն առաջինը կինն է տեսել Արիաննան։ Լևոնը կարևոր մրցաշարի է պատրաստվում։ Լրագրողների հետ հանդիպմանը կինն է եկել։ Նա ասում է, որ մրցաշարից առաջ նման բաները իրեն խանգարում են, էգոն չափից ավելի շատ է շոյվում։ Դիմաքանդակի տեղը դեռ որոշված չէ։ Քանդակագործն առաջարկում է շախմատի ակադեմիայի բակում տեղադրել։ Հաջորդ հայը, որին երազում է քանդակել, Արթուր Աբրահամն է։ Լուսին Մկրտչյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը այս տարի նվիրված կլինի Հարո Ստեփանյանին։ Հայաստանի երիտասարդական նվագախումբը մայստրո Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ուսումնասիրել է կոմպոզիտորի արխիվը եւ գտել մինչ այդ անհայտ կամերային եւ սիմֆոնիկ ձեռագիր գործեր։ Դրանցից 15-ը թվայնացվել է, այդ թվում 12 րոպե տևողությամբ սիմֆոնիկ պարերը, որը մեծ լսարանի առջև կներկայացվի փառատոնի բացմանը փետրվարի 15-ին։ Փառատոնը անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Նույնիսկ եթե ձեզ հարցնեն իսկ ինչն է օրինակ մեծ մեր համար արժեքը, որ շատ հայտնի նվագախումբ աշխարհում ուշադրություն դարձնի եւ ասի մենք ուզում ենք կատարենք հայ երաժշտություն։ Ինչ հայ երաժշտություն ձեզ կհարցնեն, դուք ասեք Հարո Ստեփանյան, բայց մենք չունենք կոնվերտացված նոտաները, որ կարողանան մարդկանց ուղարկենք, որոնք որ կլինեն միջազգային այսօր չափանիշներին համապատասխան։ Շարունակենք մշակութային թեման։ Հրանտ Մաթևոսյան մրցանակը շնորհվել է նրա լավագույն բարեկամին։ Արմեն Շեկոյանն է տուն տարել մեծ գրողի անվան 12-րդ մրցանակը իր գործերում Հրանտ Մաթևոսյանի կերպարը լավագույնս ներկայացնելու համար։ Կյանքը ինձ երես է տվել, խոստովանել է Արմեն Շեկոյանը, բացատրելով հանդիպել ու շփվել է մեծությունների հետ, նրանց կերպարներն էլ այժմ բացահայտում է ընթերցողների համար։ Մենք ուրացել ենք Չարենցին Չարենցի, օրոք նույնը արել ենք նաև Հրանտի հանդեպ։ Ստանալով Հրանտ Մաթևոսյան մրցանակը, ասաց Արմեն Շեկոյանը, մրցանակային հանձնախմբի ձևակերպումը հստակ է։ Մրցանակը տրվում է հայկական ժամանակ վիպական պատումում Մաթևոսյանի կերպարն արտացոլելու համար։ Մաթևոսյանի ընտանիքը այն տարածում է նաև Շեկոյանի սկսված ու չավարտվող վեպում անկախության տարեգրության գրական արժեքի վրա։ Բացարձակ սուբյեկտիվորեն հորինվածքը իրականության հետ շփոթելով, դիտմամբ շփոթելով, խառնելով, նա դարձել է տարեգիրը այս բոլոր տարիների, երբ ներկա է եղել Հայաստանի մշակույթի, Երևանի կյանքի անցուդարձին, եւ ամենաարժեքավորը այս ստեղծագործության մեջ դա է։ Հրանտ Մաթևոսյան մրցանակի 12-րդ մրցանակակիրն անկեղծորեն խոստովանում է, որևէ մրցանակի մասին այնքան չի մտածել, որքան նրա, որ այս պահին իր ձեռքում է։ Մաթևոսյանի հետ երկարամյա մտերմության ընթացքում իր համար բացահայտել է բոլորին անհայտ Հրանտին ու հիմա ոչ միայն հայկական ժամանակ գրական մարաթոնում, այլև իր մյուս գործերում նորից ու նորից վերադառնում է Հրանտի կերպարին։ Շատ հաճախ պարզապես դիպվածով է բացահայտել Հրանտի մեծ լռության հետևում թաքնված գործերը։ Նռանգույնի տիտրերը բոլորը ինքն է գրել։ Ընդ որում ես դա լսել եմ Փարաջանովից ու Հրանտին համ շատ նման էր, համ հեչ նման չէր։ Էլ չեմ ասում Սարոյան եղբայրների լրիվ ամբողջ ֆիլմի դիալոգներն էլ ինքն է գրել։ Էդ էլ, այսինքն ինքը շատ բաներ է արել, որը թաքուն է պայել։ Հրանտի հանդեպ մեր պարտքը չենք կատարել, փաստում է Շեկոյանը, նաև հիշելով վերջին տարիների Նոբելյան մրցանակակիրներին, որ պիտի շատ ցկտեն Մաթևոսյանի նշաձողին։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Եվ վերջում Կարմիր սրտերի Ջեքը ժապավենով մեկնարկում է ամերիկյան ֆիլմերի ցուցադրությունը։ Կինո Մոսկվա, Թումոյի, հայկական բարեգործականի եւ երևանյան մի շարք ակումբների դահլիճներ, նաեւ Վանաձոր ու Գյումրի գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր դիտելու կարող են գնալ բոլոր ցանկացողները։ Մուտքը ազատ է։ Մարդկային պատմությունների խճանկար ծրագիրը մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանատունը նվիրել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին։ Լավագույն ձևը ամերիկյան կյանքն այլ պետություններում ապրողներին ներկայացնելու ֆիլմերի ցուցադրությունն է։ Մենք դա կանենք 33 ժապավենի միջոցով։ Այժմին այսքանը, մեր հաջորդ թողարկումը 13:00-ին է, մինչ այդ ժամը։